Բոլորին բարի օր։ Այս խաղաղ բոլորդ նկատած կնենք, որ այս հիմնական իմ թիրախ եղել է Նիկոլ Փաշինյանը։ Իր տարած հակահայ քաղաքականությամբ։ Հիմնական թիրախը։ Ուղղակի ուզում եմ մի հատ համեմատություն անեմ, մի հատ էլ հարց տամ մարդկանց։ Ու վերջ։ Որտեղ ոչ երկար խոսալու տրամադրություն ունեմ, ոչ էլ ընդհանրապես տրամադրություն ունեմ, որը ընդհանրապես Facebook-ի հետ կապ չունի։ Չէ, ինչ որ առումով կապ ունի, բայց ինչևէ։ Համացանցում տարբեր տեսանյութեր ա ֆռում, տարբեր նյութեր, տարբեր մարդկանց կարծիքներ, մեկը իրավացի, մեկը ոչ իրավացի, հա? Բայց այդ իրավացին, ոչ իրավացին նայած որ տեսանկյունից։ Այսինքն հասարակ օրինակ հիմար ասեմ, մի բան ասեմ, ես խոսքի մի բան ասեմ, ես իմ վրա օրինակ բերեմ։ Կարա Պողոսի դուրը գա, Պետրոսի դուրը չգա։ Այսինքն Պողոսը համամիտ լինի իմ հետ, Պետրոսը համամիտ չլինի։ Դա նորմալ է։ Որտեվ ամեն մի մարդ յուրահատուկ է իր մտածելակերպով։ Каждый человек индивидуален։ Բայց ես այն մարդկանց, ովքեր փորձում են ամենամեծ աբսուրդը իմ կարծիքն եմ էլի ասում։ Ամենամեծ աբսուրդը գիտեք որ ինչի մեջ է։ Էլի եմ ասում, իմ կարծիքով, կարակ չհամաձայնեք։ Որ ամբողջ աշխարհին մենք փորձում ենք, մենք ասելով, մեզանից շատերը, ես չեմ փորձում ամենայն դեպս, բայց իմ պահով էլ կասեմ հեսա։ Մենք փորձում ենք ապացուցել, որ մեր եկեղեցում ապրում եւ իրենց գործունեությունն են ծավալում որոշակի կամ մի խումբ ձեր բառամթերքով ասած սրբապիղծ հոգևորականներ, ձեր բառամթերքով եմ ասում։ Բայց դրանից հետո մենք փորձում ենք ներկայանալ որպես հայ եկեղեցու զավակ։ Այդ ամենամեծ աբսուրդը։ Քանի որ եթե ես իմ էլ եմ ասում, իմ վրա եմ օրինակ բերում։ Եթե ես դիմացինին փորձեմ համոզել, որ լսի եղբայր կամ լսի քույր, իմ եկեղեցում, իմ հայ առաքելական եկեղեցում կան վատ ու վատ քահանաներ, կուսակրոն, աբեղաներ, վարդապետներ, եպիսկոպոս, արքեպիսկոպոսներ, դիմացինիս մոտ, իմ զրուցակիցի մոտ, կստեղծվի գլոբալ մտածելակերպ իմ եկեղեցու բարոյական կերպարի մասին։ Որովհետև ինչ օրինակ բերեմ, նայում ես, ասենք, գրածա մրգի խանութ, խոսքի օրինակ, անցնում ես փողոցով գրածա մրգի խանութ, դու այդ խանութ մտնում ես միրգ առնելու համար, չէ՞, այդ խանութ դու չես մտնում մայկա տրոսիկ առնելու համար։ Չգիտեմ, օրինակը ճիշտ էր, տեղին էր, ճիշտ տեղին չէր։ Այսինքն, երբ որ օտար ազգը նայի մեր եկեղեցուն, մեր այդ խոսքերից հետո, ինքը ակամայից պատկերացնելու է ինչ-որ մի, էլ եմ ասում, ձեր բառամթերքով սրբապիղծ կառույց։ Այդքանից հետո, ու ասում եմ, ընդհանրապես կապ չունի, դե մարդիկ արժանավոր հոգևորականներ են, մեղավոր հոգևորականներ են, գլոբալ առումով եկեղեցուն, մեր եկեղեցուն նայելու են որպես սրբապիղծ կառույց։ Այդքանից հետո, երբ որ ես այդ նույն մարդուն փորձեմ համոզել, հավաստիացնել, որ ես հայ առաքելական սուրբ եկեղեցու արժանավոր զավակ եմ, ինքը ունի բոլոր բարոյական իրավունքները խոռոփել իմ երեսին եւ ասի դու սրբապիղծ քո իսկ բառերով ներկայացած սրբապիղծ եկեղեցու
հետևորդ ես։ Էլ եմ ասում, սա իմ կարծիքն է։ Դուք ունեք ձերը, արտահայտեք ձերը։ Այդ ամեն ինչի մեջ է, որ այդ շատ փոքր տոնկայինից այդ բարակ թելի զգացումը շատերի մոտ չկա։ Փորձելով աշխարհին ներկայացնել, որ մեր եկեղեցում կրկնվեմ, կան շատ անարժան ձեր բառամթերքով հոգևորականներ, բայց այդքան դրանից հետո փորձել դիմացինին ապացուցել, որ դու հայարակելական սուրբ եկեղեցու զավակ ես ու այդ նույն եկեղեցին ունի 1700 տարվա պատմություն։ Հիմա իմ մասով շատերը հետ կասեք, արա դու էլ խոսքի խայտարակ ես անում մեզ որպես ազգ, որպես պետություն քլնգելով Նիկոլ Փաշինյանին։ Հա, որտեղ Նիկոլ Փաշինյանը լավն է, վատն է, լավ տղա է, միջին տղա է, թե բոզի տղա է։ Դա գրական բառ է։ Ինքը այս պահին մեր երկրի վարչապետն է։ Հիմա ասեմ, այդ որ շատերը ասում եք ես խայտարակում եմ մեր երկիրը, ասում եք, արտահայտվում եք, զաոշնի եք լսացնեմ, հա։ Ուրեմն լսեք, Նիկոլ Փաշինյանին խայտարակելու դաժե տարական կրթություն ունեցող մարդու համար խայտարակելու խնդիր չկա։ Ոչ մի հայի մոտ։ Նիկոլ Փաշինյանը ինքը իրան է նախ խայտարականում։ Հետո մեզ բոլորիս այդքանով հանդերձ ասում է դուք խայտարակում եք ռեսպուբլիկան։ Իր գրառումներով, իր խոսքերով։ Օրինակ երեք տեսանյութ էր հրապարակել։ Այցելը գնացինք սինդիրիկ ուտելու։ Այսինքն սիկտիրելանք սինդիրիկ ուտը խոսքը օրինակ։ Կանգնեցինք սինդիրիկ ուտելու, եսիմ որդ ենք գնացել։ Մի հատ վատ կոմենտ իմ կողմից տեսել եք։ Չէ։ Այմար գնացել ես Ժանդամ գյուղ չես գնացել, նստի սինդիրիկել կեր, նստի չգիտեմ, ուզում ես էտա ոտ լվալու լագյանով ստալիշնի սալաթել կեր։ Զբաղացրու։ Այն մասային ով մտածում է ստամոքսով, լավ ես անում։ Բայց քո սինդիրիկ ուտելու մեջ մեզ խայտարակելու ոչ մի կոնտենտ ես չեմ տեսնում։ Դու ժողովրդավար ես, հա, սենց ասեմ։ Բայց երբ որ դու գրառում ես անում, սենց զաոշնի խոսում եմ, յանի էտա Նիկոլ Փաշինյանի հետ, էլի, առաջին անգամ սենց առանց իրոնիա եմ ասում Նիկոլ Փաշինյան, տո Պաբլիտո, տո Պեդրիտո, բայց երբ որ դու գրառում ես անում, ձեր սիրելի, ձեր հարգելի, ձեր կողմից ընդունված կամ չընդունված Նիկոլ Փաշինյանը ունենալով այդքան պատպիշիկ, լինելով երկրի առաջի դեմ, գրառում անում եւ իր այդ Facebook-յան գրառման մեջ գրած սրբազան գնա քերուտ կնգան դոմփի, օրինակ համար առաջին։ Այս կամ են հոգևորականի հասցեին գրեմա պոռնակաբարո։ Գրեմա բայց սրբազանին, որ կալանավորցի առանց կնոջ ոնց պիտի անի։ Դուք մտածում եք ես որ ունեմ 10,000-ից մի քանի հոգի ավել պատպիշչիկ, որը 10,000 երեք լրացավ։ Ես ունեմ ավելի մեծ աուդիտորիա, թե Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը։ Օտար ազգերը, օտար լրատվամիջոցները իմ խոսալն են ավելի շատ ուշադրություն դարձնում, թե Հայաստանի Հանրապետության առաջի դեմքի ոչ բարով։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի։ Բա ոնց է նշանը, ոնց հասկանանք, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանում է, ես ասում եմ, առաջ երթին խայտարակել ինքն իրան, հետո խայտարակել մեզ բոլորին, գրառում անելով, որ Կտրիշ Ներսիսյան, արի մի հատ տես ես որ թլպատված չեմ։ Մարդ, եթե ինքը ուզում է խայտարակել, այդ մարդուն չես կարա փրկես։ Բացառվում է։ Երեկել վետոյա դրե։ Գրառում է, գրի ասում է, եկեք այլևս մի շաբաթի չափ, այս ինչ ամսաթվից սկսած, էլ հայոյանք չգրենք, անվայել բառեր չգրենք։ Ստե կա երկու տարբերակ։ Կամ կա իրականում անենց դեղ շատ բարձր դոզայով հոգեմետ որ քո վրա ազդել է, կամ որպես երկրորդ տարբերակ, քո գրառումը երևի Facebook-յան ղեկավարությունը, որը քո կոնտրոլի տակ է Հայաստանի Հանրապետության տարածքում, ուղղակի հեռացրել է քեզ էլ ասել է խելոք մնա։ Դու վախում ես քո էջը բլոկեն։ Այ լայքամեր։ Կամ ուղղակի դու շատ հավանական է, որին հակված եմ ես, դու նայել ես Լեոպոլդի մուլտիկը, որտեղ ասում է, «Ребята, այն բաբշկեն դզելով, давайте жить дружно». Նիկոլ Փաշինյան,
Կարաս ինքդ քո վրա վետո դնես, ախպեր վեշերդ հավկես ու գնաս։ Վետո դիր ինքդ քո վրա, քո կնգա վրա, որ պորտը փորը բաց նկարվում է։ Վետո դիր ինքդ քո վրա։ Քֆուր դիր ինքդ քո վրա, պայքարիր ինքդ քո դեմ։ Այսինքն դու կարաս տարբեր գրառումներով ինքդ քեզ էլի եմ ասում առաջնահերթ խայտարակես, հա։ Հետո մեզ բոլորիս խայտարակես։ Դրանից հետո ասես եկեք վետո դնենք վատ խոսքի վրա։ Դու չես հասկանում մի հատ հասարակ տրամաբանություն, դու երկրի ղեկավար ես։ Ես որ քֆուր եմ անում, մարդիկ կարան թերթեն անցնեն, բայց երբ որ դու ես մի բան գրում, միլիոնավոր, հազարավոր մարդիկ մտնում կարդում են, ասում են, սա այս մարդը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Քո գրածը կարդալով կարծիք են կասվում մի ողջ ժողովրդի, մի ողջ ազգի մասին։ Այսինքն քո մոտ, որը դու չես գիտակցում, քո չափաբաժինը ավելի մեծ է։ Դու այդքան չես գիտակցում, չեմ էլ ուզում քեզ բացատրեմ։ Քեզ բացատրելու խնդիրը չունեմ ես ընդհանրապես երբևէ։ Քեզ քո այդ ինչ-որ նորմալ բան խոսել նորմալ բաներից ու հետո մտնել կարդալ քո Facebook-յան գրառումը, սրբազան գնա քերուտ կնգան դոմփի։ Մոմ ես պահե, բարո Փաշինյան։ Հա։ Մոմը ձեռդ եմ, որ ասում եմ գուզեմ չոքեչոպ քովդ կամ։ Մոմ ես պահե։ Չեմ ուզում քո թեմայի վրա խորանամ։ Հետի մեկ։ Ինչ վերաբերվում է այդ արտահայտություններին, որ ոմանք շատերն անում են, քննադատաբար մոտենում եք, ինչքան ուզում եք մոտեցեք։ Բայց հետո մի փորձեք ձևանալ կամ ձև բռնել, որ մենք ամենապատվախնդիր ազգն ենք։ Որտեւ նույն մարդը, ում դու ներկայացնում ես, ինչ որ դրվակ, եկեղեցու կամ եկեղեցականի կյանքից, քեզ կարա ասի լսի, դու քո ասած սրբապի ես եկեղեցու զավակն ես։ Համի ինչ նամուսից պատվից ես խոսում իմ հետ։ Էդի այդ մասով։ Երկրորդ, այսօր երեք իմ Facebook-յան ընկերները տեսանյութեր են ուղարկում ինձ, որ մարդիկ հանրային գործիչներ են, հասենք բլոգերներ են, չգիտեմ, ինչ-որ հանրության հետ խոսացող մարդիկ են։ Ես ինձ երբեք ոչ բլոգեր եմ համարել, ոչ էլ հանրային գործիչ։ Ես միշտ մտել եմ ասել եմ, այն ինչ մտածում եմ ու ռադաս քաշը գնացել եմ։ Ինքս իմ բերանով ինձ ասելով սիկտիր եղանք։ Այդ վիճաբանական դեբատը նայելով, որ իմ համար ոչ տակա, ոչ էլ սառը։ Բայց մենք շատ ողբալի վիճակում ենք ազգով, իրոք, որ երկու մարդու կոնֆլիկտ է խոսքի օրինակ։ Միգուցե ես էլ եմ վախենում այդ սխալ բաները։ Ես կարամ այդ ինթունը, որ ես էլ ունեմ այդ մեղավորությունը։ Կարա վերաճի հանրային դիսկուրսի։ Բայց նայելով մի հատ տեսանյութ երեք, որ ինձ ուղարկել էին իմ մյուսեջին։ Ես ակամայից հիշեցի մի հատ ռեալ դրվագ իմ կյանքից։ Հլկներեք։ Ռեալ դրվագ իմ կյանքից։ Մի վարքյան սպասեք, էլ завершение։ Սանել, բայց հերախոսին ասում ես մի վարքյան սպասի, ասում ես завершение։ Մի րոպե, ահա, կամերան ֆրցնենք։ Ակամայից հիշել եմ մի հատ փոքր դրվագ իմ կյանքից, որ եղել է իմ կյանքում ինչ-որ մի դրվագ։ Մի 10 տարուց ավել առաջ եղել է մի թեթև վիճաբանություն ռուս ազգի հետ։ Հունվարի 1-ին։ Ոնց որ թեթև վիճաբանություն։ Մի հոգու ուղղակի թեթև սիլել եմ ես, չասեմ խփել եմ, տվել եմ, ծխել եմ, կան չէ մարդիկ, որ մեկին թարս նայում են, հետո գալում են իրանց տնեցիքին ասում են, գիտես ինչ արի, դրան ունեն ցեմ ավիրե, որ էտա շանան քերեա կանչել բամբակով ջուրակացնեն բենին։ Ինքը իրան կոնկրետ չպահեց, ինձ անվանեց ոչ վայել ինչ բառով, որոշ շատ դեպքերում եթե ոչ ռուս ազգը թույլ է տալի, ռուս ազգը դիմում է այդ խոսելա ոճով։ Մի հատ սիլ է եկել է բենին հունվարի 1-ով։ Թեթև պրոշը ճղվավ, բենի ծարուն մարուն մի քիչ եկավ, ասի դենստի խոսանք։ Մարդկային մոտեցում, ոչ դաբիտ եմ արել, ոչ չեմ խփել, ոչ բոքսով, ոչ ձեռով, ոչ քացով, մի հատ սիլել եմ պրոստետ իր բառի մար։
Այդ անհատականությունը, որ այլևս գոյություն չունի, մահացավ ինքը։ Մահացածի հետևից կամ լավը կամ ոչ մի բան։ Բայց ես դեպքն եմ ուզում պատմեմ իր մասին ոչ մի վատ բան չասելով։ Սկսեց զանգել սրան նրան այդ պահին, որ յանի եկեք ինձ սպանում են, այդ կոնտեքստի մեջ, էլի ծեծում են, ջարդում են, բայց այդ տան մեջ, այդ տարածքի վրա ես ու ինքն ենք։ Ու էլի մարդիկ կան ոչ արական սեռի, իգական սեռը։ Ասում եմ, արա, ընկեր ջան, հələ նստի տենամ քո ասածն ինչ չես մարդկանց եմ, քեզ թե ով է սպանում։ Դաժե իրա ում որ ինքը զանգել է, ասում է եկեք ինձ սպանում են։ Բայց ասում եմ, մի հատ սիլա եկել է պրոստը։ Անդից ասում են, հələ հեռախոսը տենան քեզ ով է սպանում։ Ասում են, они уже убежали։ Իրանք արդեն փախել են։ Ասում են, բա այդ բա ո՞նց են քեզ սպանում։ Հեռակա, Զաուշյան սպանում, Bluetooth-ով, պորտով, ինչով են սպանում։ Ինչևէ, այդ կոնֆլիկտը մի քիչ շարունակվեց, եկավ այն պահին, հենց այդ դեպքից մի 4-3 ժամ, 4 ժամ հետո, երբ որ դեմարդեմ արդեն ինքը մարդիկ էր կանչե, ես եմ եղել մի հատ բնիկ աբարանցի, բայց Երևան ապրող տղա եղել, անունը կարևոր չի ստեյական չի, էլի մի հատ հայի տղա եղել է, մի հատ ռուս տղա եղել է, 4 հոգով, երբ որ մոտեցել ենք խոսակցությանը, այդ թեման տանելու, որ հասկանանք էլի, ասենք, խեք վիրավորական SMS-ներ գրում ինձ, որ հեսա պռնելու ենք, քեզի մեջտեղից ճղենք։ Ու ընդեմ երկուքի, որ իրանց մի քիչ կոնկրետ չպահեցին, տոլի խմած էին, տոլի էտա, չգիտեմ, դեղի տակ էին, եսիմ ինչ էին, տոլի շատ ինքնավստահ էին, նու պագածու մուլտիկի պես, որ ասма տիկտո, ասma я զյոբրա, մայք են ճղմա, չէ։ Մի քիչ էլի վիճաբանություն եղավ, կռվի տեսքով։ Թեթև էլի վիճաբանություն կռվի տեսքով։ Իտոգում, մեր 4 հոգուց կռվին մասնակցել են ես ու մի հատ ռուս տղա, մեր կողմից, են մեր երկու հայը չեն մասնակցել։ Են հոգին, են մյուս կողմից ծեծակերը 4 հոգի։ Ծեծակերը գիտեք ոնց ասեմ, առաջ չափազանցնել, այդ պատմությունը իմացող հայը գիտի, լեսնիշնի պլաշատկեն որ կա։ Մենք ներքևն էինք կանգնած, իրանք վերևը, իրանք ծեծուտելով վազում էին վերև։ Ծեծուտելով, բարիս ամենաուղի իմաստով։ Երկու կողմից։ Այդ խառնաշփոթի ժամանակ դե ասում են, չէ, կռվի վաղ մեղր չեն բաժանում։ Այդ քաշքշոցի խփոցու ժամանակ այն անհատականությունը, ում հետ ես ունեցել եմ, արդեն այդ կոնֆլիկտը սկսել է իրանից, հեռախոսը վերցրել է, այսպես էլի, առանց չափազանցնել։ Զանգում է, ասում եմ, համ կռիվ է այդ, համ ասում եմ, արա, այդ ում է զանգում, միլիցիա է զանգում։ Իրական դեպք եմ պատմում։ Հետ կողից մեկն ասում է, չէ, ինքը միլիցիա չի զանգում։ Մենք ջոգինք, որ ինքը միլիցիայության հետ է խոսում, հա, ոստիկանության, ոստիկաննի։ Մեր հայ տղեկից մեկը ասեց, տղեկ, հելանք ստից։ Ծվերվա, գել է, ոս չդարնանք բագաժի բուն։ Հունվարի 1, նոր տարի։ Մենք շենքից իջել ենք, ծվերվել ենք այդ 4 հոգով, տարբեր շենքի բաներով, հա։ Մեկս ծախա գնաց է, մեկս աչ, մեկս ուղի, մեկս իշուպես ընդե չգիտեմ, յարիվ շնրոքնա կոշկում։ Ոստիկանական վիլիսը կայնել է վառանոկը։ Ու ոստիկանները մի 3 հոգի ավտոմատներով վազելով բարձրացել են վերև։ Այսինքն պարֆակտու ահազանգ եղել էր այդ տղու կողմից։ Ում հետ ես սկզբնական ունեցել էի կոնֆլիկտ իր ոչ կոռեկտ արտահայտության համար, ինքը ուղղակի մեծ սիլ էր կերել։ Բայց ինքը սարքեց բոլոլա։ Այսինքն ինքը զանգեց ոստիկանություն, բայց իրանք երևի մի 14-ից 16 հոգի էին։ Մենք 4 հոգով էինք։ Դրանից հետո մի կարևոր չի ինչ եղավ, ոնց եղավ այդ հարցընկավ տեղը։ Բայց ամենամեծ աբսուրդի ժանրն է, այս մասը կհասկանան տղամարդ մասսան, տղա մասսան։ Որ այդ կոնֆլիկտից հետո, որ ինքը համ սկզբից մի հատ սիլա կերավ, հետո մի հատ ծեծ կերավ։ Ինքն ու իր ընկերները, ընկերնի ծեծ կերավ, հա։ Դրանից հետո ինքը գնացել էր տվյալ քաղաքի ինչ որ ռայոնի նայողի մոտ, նայողի են, սմատրյաշի որ ասում են, չէ, անուշապեր։
ազգությամբ կամ ռուսեր կամ թաթար։ Կլիշկենը չեմ ասի։ Ինքը ուներ մականուն, որը նորմալ է, նորմալ լյուբոյ մարդ էլ կարող ունենա մականուն։ Գնացել էր այդ մարդու մոտ, աբրաշացել է, ասել էր բեր սրան կանչենք, սրա հարցեր լուծենք, յանի մնձի։ Այդ սմատերաշին, այդ ռայոնի նայողը, որը ազգությամբ կամ ռուս էր կամ թաթար, հիմա այդ մարդն էլ չկա։ Գիտեք ինչ էր պատասխանը այդ աբրաշատելողին, որ այդ խոսակցությունը հետո եկավ հասավանձին։ Ասել էր արա, ապերջա, չեմ ուզում կոպիտ խոսք ասեմ, գնդե կոպիտ էր ասել։ Դու այդ մարդու վրա մլիցա ես բերե, մենտ, ոստիկան։ Հետո եկել ես, որ տղայական բազարի մեջ Ստրելկան ազնաչի տանես, այդ մարդուն ես կանչեմ, իբր թե նայիժատ անեմ վերը, ես ընձի դրել ես մուսրի տեղ, դու սարդա մուսրի մենթերին ես աբրացալն եմ, հա, ոստիկան, հետո գալում ես, որ տղայական պանյատներով հարցը կցես տեղը, երկու հատ էլ կոպիտ խոսքեր ասել չամփոյել դեր, ասել էր գնաստից, գուրբանելի գուրբանատեղին, որ չեր ես ինչ-որ մի մարդու, դու եկել ես իմ մոտ հանդիպման։ Հետո երբ որ ինձ զանգին ասին, իր աղբերն էր զանգեմ, իր հորոխբոր տղեն էր զանգեց, բա короче, ստրելք ուզաբիվայեմ։ Ես ընդամենը պատասխան ստրելկա էր նազնաչի տարել։ Ընդամենը իրան ասել եմ մեկ հարց. А где гарантия того, что меня там менты не примут? Он сказал, нет, менты не будут. Այդտեղ ասում եմ, ֆակտ налицо։ Դու գալմաղալը սարքիր, դու միլիցիա կանչիր, հեմինձի կանչում ես տղայական ստրելքի։ Ու այդ թեման տես փակվավ գնաց։ Հիմա այդ տղան չկա։ Չեմ ուզում այդ բան ասեմ իր հասցեին։ Պահիտա գերևի դա օղի էր խմե, մի փոքր էտա մե բստիկ։ Դաժե ես հիշում եմ, որ այդ օրը այդ ներկա պահին պերցովկա խոտրիցա օղի կար այդ տարածքում։ Ես էլ երկու բաժակ խմել էի։ Որպես նոր տարի է շնորհավոր, ես խմելու այդ սեր չունեմ։ Հիմա այդ ամեն ինչի խեմ, սենց մանրամասն, սենց մանրանում։ Եթե դուք ներկայանում եք որպես տղամարդ տեսակ, հա, քննադատում եք սրան, նրան, լավ եք անամ ձեր իրավունքն է, ում ուզում եք քննադատեք։ Բայց իմ ռեակցիան կլինի կոշտ միայն մի դեպքում, երբ որ դուք կկպնեք ինձ, հա, կամ կմտնեք այն տարածք, որը վերաբերում է մեր ազգային շահին կամ մեր ազգային ինքնասիրությանը։ Այդ դեպքում միգուցե ես կանդրադառնամ ձեզ։ Էլ եմ ասում, եթե չկպակ ինձ, ես գործ չունեմ ձեր հետ, ինչ ուզում եք, խոսացեք, վերլուծեք, երեք քրքրեք իրար։ Բայց երբ որ դուք հայ հանրությանը, ձեր աուդիտորիային ներկայանում եք որպես տղատեսակ, հարգելի հայեր ջանով, Ղուրբանով, այդ պատմությունը դրա համար եմ պատմում։ Էլ եմ ասում, կոնֆլիկտի երկու կողմն իմ համար այդ կոնֆլիկտը ոչ տակա, ոչ սառը։ Երբևիցե մի հանեք, ցույց մի տվեք թուղթ, եւ մի ասեք, քեզ խելոք պահի, այս թուղթը կտան ոստիկանությանը ու քեզ կտան ռոզիսկի։ Էդի տղուն վայել քայլ չի։ Մանավանդ այն տղուն, որ ինքը իրան ներկայացնում է որպես տղա։ Ոնց կուզեք մտածեք այդքան։ Ոնց կուզեք ընդունեք կամ մի ընդունեք, այդ տարբերակը։ Որտեվ ցանկացած տղա կարա ծեծի էլ, ծեծվի էլ, խոսքի օրինակ, քֆուրանի, իրանել քֆուրանեն, այդ ամեն ինչը տղու համար է։ Բայց երբ որ եթե դու ծնվել ես տղամարդ, մնա այդ սահմանների մեջ, խոսքի օրինակ, որպես տարբերակ։ Բայց իհարկե ասում եմ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, մնա այդ սահմանագծի մեջ, թե ինքը որոշի, որ ինքը կարա ավելի շատ քայլեր անի։ Թուղթ ցույց տալով, որ կգնաք, ասենք, ինչ-որ հայտարարություն կտաք ոստիկանությունում։ Եթե թուղթ եք ցույց տալի, էլ եմ ասեմ, դա ձեր իրավունքն է։ Այդքանից հետո տղայական ռազմորկից մի խոսացեք։ Այդ դրա համար պատմեցի այդ պատմությունը, որը անցել է իմ կյանքով մի 10 քանի տարի առաջ։ Իսկ ընդ դուք իրար կքլնգեք, դուք իրար կանվանեք տարբեր բառերով, էլ եմ ասում։ Այդ թեման ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Բայց ճիշտ կլներ, որ երկու բառ զանգվեք իրար հետ խոսայեք։ Ոնց որ երեք մի հոգի ԱՄՆ-ից զանգել է,
Անունն էլ էական չի։ Զանգել է իմ հետ խոսել է, հարցեր է տվել, հարցի պատասխաններ է ստացել, ես եմ իրան հարց տվել, ինքն այդ հարցի պատասխանը փորձի տա, բայց այն կոնտեքստում եմ այդքան ասում, որ մեր խոսակցությունը քիչ թե շատ ես համարում եմ ստացված։ Քանի որ ինչքան մարդ կա, այդքան էլ բնավորության գծեր կա, այդքան էլ մոտեցումներ կա։ Ցանկացածն էլ կհասցնի իր բենանը բացի, ափրծփր, ում հասցեին ասես, ինչ ասես ասի։ Խոսք օրինակ։ Էդի լուբով իրեմա կհասցնեք։ Աշխատեք adekvatության սահմանների մեջ, այդ հարցը ինքներդ ձեր մեջ գցեք ձեր տեղը։ Էլ եմ ասում, ես ոչ խաղաղության աղավնի եմ, ոչ էլ Նոյի ագրավն եմ, մեր Փաշինյանի պես։ Այդ հարցը ինձ չի վերաբերվում։ Ես չեմ մտնում այդ մատի ու մատանու արանքը։ Հանգարց սխալ չմեկնաբանեք։ Դա ինձ պետք չի։ Դա իմը չի, չի էլ կարա իմը լինի։ Բայց գոնե փոխադարձ վիրավորանքի դեպքում, եթե հասել եք այդ կետին, անենց արեք, որ վաղը գոնե կարանաք իրար հետ երկու բառ զրուցեք։ Ձեր ճիշտն ու սխալը, ձեր տեսակետը առաջ տանելու համար։ Մի վառեք բոլոր կամուրջները։ Կներեք մեկ կոլա։ Խմեմ, որ կոկորտես չորնա։ Թե չէ, մտել եք, իրար եք քլնգը։ Հա, իմիջիալոց։ Շատ հաճախ Facebook-ում հանդիպում է կարճ վիդեոների տեսքով ինչ-որ քահանայի խոսք։ Արմեն, դեր քահանա, չգիտեմ ինչա։ Ով քննադատում է հայոց կաթողիկոսին, մեր արքեպիսկոպոսներին, փնովելով եկեղեցին։ Երեք էլ մի հատ տեսանյութ եմ նայել, որտեղ այդ նույն քահանան, դες քահանա է, անուն չգիտեմ, անունը չեմ հիշում, Տեր Արմեն քահանա, ես իմ ինչա։ Ասում է Նիկոլ Փաշինյանը մեր հույսի միակ ճրագն է, հա, որ պիտի մաքրի մեր եկեղեցին սրանց նմաններից։ Դու որ ասում ես մեր եկեղեցին մաքրի, Տեր Արմեն քահանա։ Ընդամենը մեկ հարց իմ առաջի ասած կոնտեքստի մեջ։ Նույն եկեղեցու կողմից չես դու ձեռնադրվել որպես քահանա։ Բա երբ որ ձեռնադրում էին քեզ, մերոնով օրհնում էին, ինչ-որ ծիսակարգ էին կատարում, դու այդ պահին չէիր նկատում, որ դու այդ քո հոգևորական աստիճանը ստանում ես այն եկեղեցուն, ում հոգևորականներին դու այսօր փնովում ես ամեն ձև։ Էդի հետ մասում։ Իսկ ինչ վերաբերվում է քո պաշտելի Նիկոլ Փաշինյանին, փորձեցի խոսեմ կոռեկտ։ Ինչ վերաբերվում է քո պաշտելի, քո հույսի ճրագ Նիկոլ Փաշինյանին, ես քո հույսի ճրագը, որ ասում ես, դու իմ հույսի ճրագն ես Նիկոլ Փաշինյան, ես մարդկանց գոչ կենեմ քեզ ընդրեմ։ Կոչելա, բան չունեմ ասելու, քո անձնական իրավունքն է, բայց քո հույսի ճրագը եթե հանդիսանում է Նիկոլ Փաշինյանը, ես ոչ միայն կթքեմ քո ճրագի վրան, այլև չիշիկ կանեմ, բավականին ռեսկին ապորով։ Հասկացա ինչ եմ ասում։ Հա, թե չէ։ Ձեզ խի է թվում, որ ես շատ հեռու եմ եկեղեցականների առօրյան իմանալուց, եկեղեցականների կյանքին ծանոթ լինելուց, հեռու չեմ։ Բայց ես գերադասում եմ իմ ազգային արժանապատվությունը, քանց թե օտարազգին ներկայացնեմ, որ իմ եկեղեցու մեջ միգուցե կան ոչ այդքան հոգևորականին վայել ապրելակերպ ունեցող անձին, որ վաղը խալխը չթքի վերեսին։ Որ չասի, դու այդ նույն եկեղեցու զավակն ես, դու չես կարող լնես լավը։ Այդ փոքր промежуточная нитка, которую вы не чувствуете։ Իսկ մնացած հարցերով բոլորդ էլ իրավունք ունեք եւ խոսելու եւ բարձրաձայնելու։ Չէ՞ որ մենք ապրում ենք ժողովրդավար եւ դեմոկրատիկ ցիկը մեծատառով Հայաստանում։ Նորագույն եւ կեցյան Հայաստանը, որը վաղն է գալու։ Իմ պատկերացմամբ առանց Նիկոլ։ Ձեր պատկերացմամբ Նիկոլի հետ միասին։ Ժամանակը ցույց կտա։ Առայժմ էսքանը լավ է։